Այսօրվա մեր էպիզոդը լինելու է մերձավոր արևելյան թաղման ծեսերի մասին։ Ընտրել ենք այս թեման, որովհետև կարծում ենք, որ թաղման արարողությունների ժամանակ ժողովուրդների մշակութային ավանդույթները ավելի խիստ են ընդգծվում ու ավելի ակներ են լինում եւ շատ ավելի հետաքրքիր են։ Մենք հիմնականում կխոսենք մերձավոր արևելքում թաղման ծիսակարգերի մասին եւ քանի որ մերձավոր արևելքում մեծամասամբ մուսուլմանական բնակչություն են, հիմնական անդրադարձը կլինի հենց իսլամական ծիսակարգերին։ Իսլամական հուղարկավորության արարողությունները, չնայած նրան, որ խիստ տարբերվում են քրիստոնեականից, մեր պատկերացրած թաղման արարողություններից, այնուամենայնիվ նաև շատ նմանություններ ունենք միմյանց հետ։ Երևի հենց սկզբից սկսենք, ինչ է լինում, երբ մարդը մահանում է։ Սկզբի համար հարազատները, նույնիսկ կան ինչ-որ տեղեր, որտեղ վարձու մարդիկ կան այդ գործողությունն անելու համար, սկզբում լվանում են հանգուցյալի դին, անուշահոտ, անուշաբույր յուղերով, լուծույթներով լվանում են եւ կարծեմ տարբերվում են, չէ՞, հեղուկները, քանիսն են։ Իրանում օրինակ 3 տեսակի, այսպես ասած, լվացում են անում։ Սկզբից լվանում են ջրով, որի մեջ զիզիֆուսի փոշի է խառնված, հետո լվանում են ջրով, որի մեջ կա կամֆորա եւ երրորդ անգամ արդեն լվանում են մաքուր ջրով։ Հետո, երբ որ արդեն մարմինը լվացել են, դրանից հետո մարմնի վրա կամֆորա են նաեւ քսում, բայց ոչ թե ամբողջ մարմնին, այլ կոնկրետ հատվածների, դրանք են ճակատը, ձեռքի ափերը, ծնկները եւ ոտքի բութ մատերը։ Ու սա անում են, որպեսզի մարմնի վրայից վատ հոտ չգա, դիակից, որպեսզի դիակի հոտը չգա։ Հետո արդեն գալիս է սավանով փաթաթելու գործողությունը, եթե մեզ մոտ ընդունված է մարմնին այսպես հագուստ հագցնել։ Իսլամում այդպես չէ, այն փաթաթում են սավանով եւ փաթաթում են 3 կտորով։ Նախ ամենակարճ կտորով փաթաթում են պորտից մինչև ծունկ ընկած հատվածը, երկրորդ կտորով փաթաթում են ուսերից մինչև ոտնաթաթ հատվածը եւ երրորդ ամենամեծ կտորով փաթաթում են ամբողջ մարմինը եւ այդ կտորը այնքան երկարություն ունի, որ մարմնի երկու ծայրերից, գլխի կողմից եւ ոտքի կողմից կապում են, իսկ այդ կապերը հետո նաեւ երբ որ արդեն թաղում են, քանդում են։ Ժանից թվում ենք մեջտեղում ինչ որ կարևոր իրադարձություն բաց թողեցինք, որ մարդկանց մոտ հարց կառաջանա դիահերձումն է։ Ենթադրելի է, մենք հստակ չենք պնդի, որ մուսուլմանական աշխարհում դիահերձում չեն անում, քանի որ իրենց մոտ ընդունված է շատ արագ ուղարկավորել դին, որքան հնարավոր է արագ, եթե օրինակ մարդը մահացել է կեսօրին, մինչև արևի մայր մտնելը պարտադիր ուղարկավորում են։ Չդիահերձելու մշակույթ նույնիսկ Հայաստանում կար, հիմա հաստատ չեմ պնդի, որ 2021 թվականին կա, բայց առնվազն մի քանի տարի առաջ մարդիկ կային գյուղերում, հատկապես ծայրամասային գյուղերում, որոնք դին չէին դիահերձում ու նույնիսկ զարմանում էին, թե ուր են տանում դին, քաղաքում ինչ են դիահերձում։ Այնուհետև արդեն հուղարկավորելու process-ն է, պարտադիր սավանով են հուղարկավորում, բայց կարծեմ մինչ գերեզման տանում են դագաղով, դագաղը մեր պատկերացրած դագաղը չէ, տուփ է, որի մեջ դնում են դին, ու հետո դին արդեն գերեզմաննա փոսի մոտ հանում են տուփից ու առանց տուփի մարմինը դնում են գերեզմանափոսում։ Կան երկրներ, որտեղ օրինակ գիշերով թաղումը արգելված է, բայց Իրանի պարագայում կարող եմ ասել, որ գիշերով եւս թաղում են, բայց ելի ընդհանուր առմամբ հիմնական նախընտրելի տարբերակը մինչև արևի մայր մտնելը թաղելն է։ Ու կարծեմ կան ինչ որ ֆորս մաժորներ, չէ, որ եթե մահերը շատ են, հնարավոր է որ գիշերը չթաղելու ավանդույթին չհետևեն եւ գիշերն էլ հուղարկավորություններ լինեն։ Ու նաեւ եթե չեմ սխալվում, օրինակ Իրանում հենց գիշերը թաղեցին Ղասեմ Սոլեյմանին, որովհետեւ մինչ այդ նրա մարմինը այսպես մի քանի օր տարբեր քաղաքներում շրջել էին, քանի որ շատ մարդիկ էին հավաքվում նրան հրաժեշտ տալու, այդպես արարողությունը անդադ ձգձգվում էր եւ ի վերջո գիշերն էին թաղել նրան։ Ու ինչի հետ է պայմանավորված այդ արագ հուղարկավորելու ցկտումը։ Իսլամում մարգարեն ասում է, որ մարդու մարմինը արագ պետք է հուղարկավորվի, որպեսզի նա արագ հասնի դրախտ։ Դա լավ մարդկանց դեպքում է, իսկ եթե մարդը վատն է, ապա արագ պետք է հուղարկավորել, որպեսզի իր ընտանիքը շատ չտանջվի իր համար, շատ սոված չմնա, որովհետև մարդիկ կան սուքն արտահայտում են սովելով, հաց չեն ուտում, տանջվում են եւ այլն, որպեսզի ընտանիքը շատ չտանջվի վատ չարագործ մարդու մահից հետո։
Եվ նաև հետաքրքիր ավանդույթներից է այն, որ հուղարկավորության մասնակիցներին բաժանում են քաղցրավենիքներ, մասնավորապես հալվա եւ խուրմա։ Իդեպ խուրմայի պարագայում կորիզը հանում են եւ մեջը ընկույզ են դնում, հետո կոկոսի փոշի են լցնում դրա վրա։ Իրականում երբ որ ես կարդացի այդ մասին, որ հիմնականում հոգեհանգստյան առողջություններին են մատուցում այդ տեստը, մի փոքր խուրմա տեսնելիս արդեն այլ ասոցիացիա ինձ մոտ առաջ են։ Հա, ոչ միայն քաղցրավենիք, կարծեմ, երբ մարդը մահանում է, ընտանիքի անդամները հյուրերին, ովքեր գալիս են ցավակցելու, սուրճ են հյուրասիրում, ու եթե նույնիսկ դու սուրճ չես սիրում, պարտավոր է սուրճը խմել, որովհետև չխմելու դեպքում դու անարգում ես հանգուցալի հիշատակը։ Հա, հարևաններին հալվա են բաժանում։ Հայաստանում օրինակ այդպիսի ավանդույթ կար շատ վաղուց, որ դրկից հենց անմիջապես դրկից հարևանը դուռը բաց էր թողնում, որպեսզի այցելուները մտնեն հարևանի տուն քաղցրավենիք ուտեն։ Եվ այդ քաղցրավենիքը ոչ միայն հուղարկավորության օրն են հյուրասիրում, այլև երբ որ գնում են գերեզմաններ, այդ ժամանակ եւս իրենց հետ քաղցրավենիք են տանում, նույն այդ հալվան, խուրման ու բաժանում են գերեզմանում գտնվող մարդկանց, այսինքն պարտադիր չի, որ իրենց ծանոթ մեկը լինի, այլ կարող է լինել իր հարազատի գերեզմանին այցելության եկած մեկը եւ նրան պարզապես կարող են քաղցրավենիք հյուրասիրել։ Կարող են նաև տանել ինչ-որ մրգեր կամ շաքարաջուր։ Եվ երբ որ գնում են գերեզմաններ, սովորություն կա այդ տապանակարը լվանալու, սովորաբար լվանում են վարդաջրով, եւ իրանցիների մոտ օրինակ կարդացի, որ կա նաև այսպիսի սովորույթ տապանակարի վրա արևածաղիկը են լցնում, որպեսզի թռչունները ուտեն եւ դա այսպես համարվում է, որ հանգուցալի օգտին է։ Հատկանշական է նաև, որ մերձավոր արևելյան երկրներում տարբերվում է նաև գերեզմանակարի ոճը, այստեղ հիմնականում գերեզմանակարը հորիզոնական դիրքի է եւ դրա վրա կարող են գրված լինել ինչ-որ Ղուրանից մեջբերումներ կամ օրինակ իրանցիների պարագայում իրենց սիրելի պոետներից ինչ-որ մեջբերումներ։ Հիմա արդեն հանդիպում է նաև, որ նկարը եւս փորագրում են այդ տապանակարին, հանդիպում է նաև արդեն ուղղահայաց վիճակով դրված գերեզմանակարերը, իսկ հիմնական այսպես ավանդական ոճը, եթե կարելի է այդպես ասել, տափակ եւ մոտ 1 թզաչափ բարձրություն ունեցող տապանակարերն են։ Մենք դիրքից խոսեցինք, ես հիշեցի, որ նաև մարմինը հոգեհանգստի առողջության ժամանակ մարմինը ճիշտ դիրքով դնելու ավանդույթ կա։ Մուսուլմանների մոտ օրինակ մարմինի դիրքն այնպես պիտի լինի, որ հանգուցալի դեմքը նայի դեպի Մեքքա, Մեքքան մուսուլմանների սրբավայրն է եւ այդ ուղղությամբ պիտի լինի։ Իսկ օրինակ Հայաստանում հանգուցալի դեմքը պետք է նայի դեպի արևելք։ Մենք նաեւ, ինչպես սկզբում ասացի, ավանդույթների նմանություններ ունենք, հա, օրինակ հուղարկավորության ժամանակ թափորի առջևից մահացածի մեծ դիմանկարն են տանում։ Օրինակ ես թուրքական հուղարկավորության տեսերի ժամանակ եմ նկատել, որ թափորի անդամները հիմնականում մտերիմ հարազատները իրենց վրա կրում են մահացածի դիմանկարը, բայց փոքր այսպես ամրացված է իրենց կրծքին, ու նաև իմացա, որ Հայաստանում մինչև 80-ականների վերջը այդպիսի ավանդույթ եղել է, հայերն են կպցրել իրենց կրծքին նկարը, այսպես սև շրջանակով տպել են փոքր նկարներն ու կպցրել են։ Քանի որ գերեզմաններ այցելությունից խոսեցինք, օրինակ Հայաստանում ավանդույթը ենթադրում է, որ սքի 40 օր կա, հա, առաջին 7 օրը, հետո 40 օրը, եւ այդ 40 օրվա ընթացքում ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ հարազատները ամեն շաբաթ օր այցելում են իրենց հանգուցալի գերեզմանը եւ դրանից հետո հաց են ուտում միասին։ Այդպիսի ավանդույթ կա նաեւ մուսուլմանական աշխարհում, բայց իրենց դեպքում 52 օր է։ Ու այցելում են ոչ թե ամեն շաբաթ օր, այլ ամեն 5 շաբթի օր։ Ենթադրում եմ, որ կապված է տոն օրերի հետ, հա, օրինակ հայկական եկեղեցու համար տոն օրը կիրակի օրը եւ նախընտրելի է դրա նախորդ օրը այցելել։ Իսկ մուսուլմանական աշխարհում ուրբաթ օրը մեծ նամազի օրն է, դրա համար դրան նախորդող 5 շաբթի օրն են գնում։ Ես այդպես եմ ենթադրում, չնայած չեմ կարող պնդել, որ հաստատ ճշմարտություն է, հա, իմ ենթադրությունն է։ Իդեպ մուսուլմանական թաղումները եւս շատ մարդաշատ են անցնում, հատկապես որ բոլոր այցելուները, այսպես բոլոր հարազատները, բոլորը ովքեր ներկա են թաղմանը, միասին իմամի հետ պետք է աղոթեն հանգուցալի հոգու հանգստության համար։ Մեզ մոտ այդպես կարծեմ մինչև դին տանից դուրս բերելն է, իսկ այնտեղ մինչև
գերեզմանափոսը դնում են սեղանի վրա, աղոթում են բոլորով շատ մարդաշատ է անցնում, չնայած ասեմ, որ կորոնավիրուսը մեծապես խանգարել է այդ ավանդույթին, եւ օրինակ ես հիշում եմ, որ անցած տարի մերձավոր արևելյան շատ երկրներում, օրինակ Իրաքում եմ ես հիշում, որ նույնիսկ վեճեր էին եղել պետության եւ անհատների միջև, առողջապահության նախարարությունը ասել էր, որ պետք է մի քանի դի հավաքեն ու միասին հուղարկավորեն այնտեղ, որտեղ պետությունը նախատեսել է կորոնավիրուսից մահացած մարմինները հուղարկավորել, իսկ իրենց մոտ քանի որ ընդունված է, որ շատ արագ մինչև արևի մայր մտնելը պետք է հուղարկավորել, ընտանիքի անդամները այսպես դժվար իրավիճակում էին հայտնվել, որովհետև պետությունն ասում էր 10 օր սպասեք, մինչև սահմանված թվով դիերը կհավաքվեն, միասին կհուղարկավորենք։ Ու հուղարկավորության արարողություններ կազմակերպում էր հենց պետությունը, իսկ մարդիկ չէին կարող հավաքվել միասին, աղոթել իրենց հանգուցյալի համար։ Հիշում եմ մի նախադասություն կար Եգիպտոսում հուղարկավորության մասին, ասում է, երբ ժամանակին բոլորը հավաքվում էին ու միասին աղոթում էին, այժմ բոլորը իրենց դեմքին դիմակներ են կրում եւ նայում են այն մարմնին, որը տոպրակի մեջ է եւ տոպրակի վրա գրված է վտանգավոր է, danger, շատ էպիկ էր, երևի այդ մասը։ Կարծում կորոնավիրուսը ոչ միայն մուսուլմանների հուղարկավորության էր խանգարում։ Հա, կորոնավիրուսը խնդիրներ է ստեղծել նաև զրադաշտականների համար։ Զրադաշտականներին մենք երևի թե պատմությունից գիտենք առաջին հերթին, բայց երևի քչերը գիտեն, որ զրադաշտականներ մինչև հիմա էլ կան։ Նրանք հիմնականում ապրում են Իրանում եւ Հնդկաստանում, Իրանում մասնավորապես Յազդում են։ Ու զրադաշտականների մոտ թաղման ծիսակարգերը շատ են տարբերվում։ Այսպես զրադաշտական հավատալիքներով օդը, հողը, ջուրը եւ կրակը համարվում են սուրբ տարրեր եւ ըստ զրադաշտականների մահացածի մարմինը չպետք է գտնի այդ տարրերից որևիցե մեկին, որպեսզի չախտոտի դրանք։ Դրա համար զրադաշտականները իրենց այսպես հանգուցյալներին թաղում են ոչ թե գերեզմանափոսերում կամ ոչ թե հրկիզում են, այլ գոյություն ունեն հատուկ աշտարակներ, բարձրադիր աշտարակներ, որոնք կոչվում են դախմաններ։ Զրադաշտականները իրենց հանգուցյալների մարմինները տանում եւ թողնում են այդ աշտարակների վրա, որտեղից էլ նրանց ուտում են անգղները։ Իդեպ պետք է նշեմ, որ զրադաշտականների այս ավանդույթը, դախմաններով թաղելը հիմա շարունակվում է գործել Հնդկաստանի զրադաշտականների մոտ, բայց Իրանի զրադաշտականների պարագայում նրանք անցել են արդեն գերեզմանափոսերում թաղելու մեթոդին, բայց ելի յուրահատուկ ձևով են թաղում, նախ բետոնապատում են փոսը, հետո նոր մարմինը դնում են այնտեղ, որպեսզի այդ մարմինը հողին չկպնի։ Լուծում են գտել։ Ահա։ Իսկ Հնդկաստանի զրադաշտականների պարագայում դեռ գործում է դախմաններով թաղումների մեթոդը։ Իհարկե այնտեղ եւս այդ մեթոդը աստիճանաբար վերանում է մի շարք գործոններով պայմանավորված։ Նախ օրինակ կան զրադաշտականներ, որոնք բնակվում են ոչ թե իրենց այդ հիմնական բնակության վայրերում, այլ տեղափոխվել են մեծ քաղաքներ եւ այլն, այնտեղ արդեն իսկ անցել են տեղում գործող մեթոդներին։ Եվ հենց այդ մեթոդի վերացման գործոններից մեկը կորոնավիրուսն էր, քանի որ այն զրադաշտականները, որոնք մահացել էին կորոնավիրուսից, իշխանությունները պահանջում են, որ նրանց եւս հրկիզեն, ինչը էլի, ինչպես դու նշեցիր, Իրաքի պարագայում առաջացրել էր հարազատների դժգոհություն, այնքան անգամ դատական գործընթացներ էին հարուցվել, որովհետեւ հարազատները չէին համաձայնել, որ իրենց հանգուցյալին հրկիզեն, այլ պահանջել են, որ իրենց մեթոդներով տանեն եւ դախմաններում թաղեն։ Դա խնդիրներից մեկն էր։ Մյուս հիմնական խնդիրը, որն առաջացել էր դեռ նախքան կորոնավիրուսը, անգղների պակասի խնդիրն էր, ուրեմն 1990-ականներից, երբ որ Հնդկաստանում սկսում են հիվանդ անասուններին, դիկլոֆենակ ներարկել, դիկլոֆենակի կենթանական տարբերակը, հետո այդ անասուններին կերել են անգղները ու ինչ որ երիկամային խնդիրներ է առաջացել նրանց մոտ ու աստիճանաբար անգղների շատ մեծ անկում է գրանցվել, այնքան մեծ, որ 2006 թվականի տվյալներով արդեն 95% անկում է հաշվել անգղների ու այդ պատճառով էլ 2006 թվականին Հնդկաստանում արգելում են դիկլոֆենակ ներարկել անասուններին, բայց խնդիրն արդեն իսկ մեծ ծավալներ էր ստացել ու քանի որ զրադաշտականների այդ մարմինները, որոնք թողնում են աշտարակների վրա, շատ կարևոր է, որ անգղները գան եւ դրանք ուտեն, իսկ անգղների բացակայության պայմաններում նրանց եւս աստիճանաբար արգելում են պարզապես նման ոճով թաղումներ իրականացնել։
Իդեպ մենք զրադաշտականների դախմաների մի լուսանկար մեր Facebook-յան էջում կհրապարակենք, այնտեղ կարող եք նայել, թե դրանք ինչ տեսք ունեն։ Երևի այսքանը մերձավոր արևելյան հուղարկավորության ծեսերի մասին։ Եթե դուք ել գիտեք ինչ-որ հետաքրքիր ավանդույթներ, թե մերձավոր արևելյան թաղման ծիսակարգերի եւ թե Հայաստանում տարածված ավանդույթների մասին, կարող եք գրել մեկնաբանություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։